Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսիից Վրաստանից եւ այսօր ձեր հետ միասին մենք բարևներ ենք ուղարկելու Կիրիենկոին միասին։ Առաջի հերթին միջև անցնելը բուն թեմային եւ շատ հետաքրքիր այսօր քննարկում ենք ունենալու ձեր հետ միասին կոչ եմ անում անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, դրեք զանգակը, ինչպես նաեւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել Ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ եւ ձեր ներդրումը ունենալ այն ոչ օրինական տուգանքները վճարելու հարցում, որոնք իմ դեմ Վրաստանի ռուսական իշխանությունները կիրառել են։ Ուրեմն, հարգելի հայրենակիցներ, դուք տեսել եք մեր ալիքի վրա, իմ Facebook-ի էջի վրա, իմ հարցազրույցներում հայկական տարբեր ԶԼՄ-ներին վերջի ամիսների ընթացքում շատ ակտիվ կոչեր, որ արեք մենք այս անգամ անենք հակահարված, առաջի հարվածը անենք մենք, չսպասենք մինչև Ռուսաստանի կողմից հատուկ Հայաստանում, հատուկ օպերացիայի համար նշանակված Կիրիենկոն իր գործակալական ցանցի միջոցով կփորձի Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպել եւ Հայաստանի իշխանությունը զավթել նորից Ռուսաստանի ձեռքում եւ ես մանրամասն այդ բոլոր հարցազրույցներում ասում եի, որ կիրառվելու են ռուսական KGB-ի, չեկիստական, գործակալական, հիբրիդային պատերազմի բոլոր միջոցները։ Կիրառվելու էր ինչպես նախկին իշխանություն Ռոբերտ Քոչարյան, այդպես էլ Սերժ Սարգսյան, Կրիմնաշ շատ հանրային առումով, ուրեմն բոլորիս համար ծանոթ չեկիստ Արթուր Վանեցյան, որը իդեմս այնպիսի հարցազրույց է տվել, որ կարծում եմ դրանից հետո պետք է ավարտի իր իրականում գործունեությունը քաղաքական դաշտում, շատ լուրջ իլյուստրացիա տեղի ունեցավ։ Այս երեք քաղաքական ուժը, իհարկե դաշնակցությունը, որտեղ որ KGB-ի ազդեցությունը շատ բարձր է, եւ մենք ձեր հետ նաեւ վերջի ժամանակում դրա մասին խոսել ենք, եկեղեցում գտնվող մարդիկ։ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցին չէ։ Եկեղեցին մեր պատմական կառույցն է, 1700 տարի պատմություն ունեցող։ Եկեղեցում գտնվող մարդիկ են, որոնք օկուպացրել են մեր եկեղեցին եւ այնտեղ պղծություններով են զբաղվում, բացի դրանից ծառայում են օտարին, մոռացել են ծառայել Արարչին, ծառայում են կայսրին, այն էլ ոչ թե Հայաստանի իշխանություններին, լեգիտիմ, ընտրված, այլ օտարի կայսրին, սովորել են դրան, լավ են սովորել, երկար ժամանակ պատմությունում սովորել են։ Բացի դրանից ես զգուշացնում եի նրա մասին, որ ռուս օլիգարխներին են մտցնելու գործի մեջ։ Եվ իհարկե մենք գիտենք Ռուբեն Վարդանյանի սցենարը, որը պատրաստում էր Մոսկվան, բայց այդտեղ ուրիշ ձևով սցենարը զարգացավ, եւ բոլոր հարցերը Մոսկվային, թե ինչու Մոսկվան իր օլիգարխին հանձնեց Ադրբեջանին, բայց Սամվել Կարապետյանի այսպիսի ուղիղ ներխուժումը հայկական քաղաքական դաշտ, իհարկե սա չի վերաբերվում իր անձնական ցանկությունին, ես համոզված եմ դրանում։ Սա գալիս է նրանից, որ ինքը այլ ընտրանք չունի։ Ինչպես Բարիս Գրիգորիևիչ Իվանիշվիլին, Վրացաստանի ռուս օլիգարխը, որը այսօր Ռուսաստանի մաս է դարձրել, կարելի ասել, եւ ամբողջությամբ հանձնել է Վրաստանը այսօր Ռուսաստանին, գործիք է դարձրել Վրաստանը գործի դեմ Հայաստանի, գործի դեմ հենց վրաց ժողովրդի, Վրաստանի պետականության, այսպիսով էլ հիմա բոլոր այս համակարգները իրանք միավորել են, որ պետական հեղաշրջում պետք է կազմակերպեն։ Եվ զուգահեռ դրա մի քանի այդտեղ կարևոր ուղղություն կար։ Առաջինը հրահրել նոր պատերազմ Ադրբեջանի հետ։ Սա է իրենց օրակարգը։ Եվ բացահայտ կարելի ասել, որ Ադրբեջանին ձեռ է տալիս այդ ուժերի ակտիվացումը եւ նույնիսկ հեղաշրջումը, որովհետեւ Ադրբեջանը ունի ռազմական առավելություն եւ որևէ բախման դեպքում Ադրբեջանը կարող է էքստրատերիտորիալ Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ իր ցանկությունները իրականություն դարձնի։ Ուստի Հայաստանի պետական շահերի մեջ է մտնում, որ Ադրբեջանի հետ չլինի որևէ լարվածություն։ Բացի դրանից երկու տարբեր սցենար կա, հարգելի հայրենակիցներ։ Մեկում Հայաստանը պետություն է, սուբյեկտ է, սուվերեն է, ինքնիշխան է։ Մյուս սցենարում Հայաստանը միայն գործիք է, միայն Ռուսաստանի գավառ է, գուբերնիա է, որտեղ որ արմյանները, ես իրանց հայ չեմ համարում, երկար ժամանակ է։ Իրականում այս գործընթացում ես
մասնակցում եմ եւ իմ Facebook-յան էջի վրա սրա մասին կա շատ տվյալներ 2018-ից եւ Նիկոլ Փաշինյանն է ով ուշացնում է իրականում, այլ ոչ թե հիմա ես եմ սկսել այս գործին միանալ, հակառակը Նիկոլ Փաշինյանն է հիմա միացել այն գործին, որը մենք երկար ժամանակ է բոլորս ապացուցում ենք։ Առաջի հարվածը պետք է լիներ մերը։ Երբ ասում եմ մերը, նկատի ունեմ հայկական ուժերի, նկատի ունեմ այն մարդկանց, ով հայ է, այլ ոչ թե արմյան, եւ պատրաստվում է Հայաստանի եւ հայազգի ինքնիշխանությունը, պետականությունը պաշտպանել։ Եվ տարբերություն չկա, որ ես Նիկոլ Փաշինյանի քննադատում եմ մի շարք հարցերում եւ որևէ ձև ներգրաված չեմ Հայաստանի ներքաղաքական կյանքում, գիտեք, որ ես Վրաստանի քաղաքացի եմ, Վրաստանում եմ բնակվում, Թիֆլիսը հայ եմ, Թբիլիսիից եւ Վրաստանի ներքաղաքական կյանքում եմ ներգրաված, բայց ուղիղ մասնակցություն չունեմ այդտեղ, բայց ոչ ուղիղ մասնակցություն ունեմ արդեն եւ դա շատ կարեւոր է եւ այդ մասնակցությունը միայն շարունակվելու եւ աճելու է, որովհետեւ կա պատմական անհրաժեշտություն։ Հիմա ես խոսել եմ հենց դրա մասին, որ արեք մենք հասցնենք առաջի հարվածը։ Չսպասենք մինչև Կիրիենկոն կարողանա դասավորի, ասելով Կիրիենկոն նկատի ունեմ ամբողջ չեկիստական համակարգը ՖՍԲ-ն, մինչև կարողանա դասավորի բոլոր հնարավորությունները եւ սկսի հարվածը Հայաստանի եւ հայազգի դեմ։ Ես ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, ոչ միայն ինքը, այդ թվում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ուրիշ բարձր պաշտոնյաները Հայաստանի այսօրվա իշխանության ընկալեցին մեր բոլորի հորդորները եւ կոչերը, որ պետք է տեղի ունենա ակտիվ գործողություններ եւ որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հասցնի առաջի հարվածը։ Երբ իրանք տեսան, որ չի աշխատում էլ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան եւ դաշնակների սցենարը, իրանք պատրաստվեցին այդպես կոչված սրբազան պայքարի համար։ Երբ տեսան, որ քաղաքացի Վազգեն Գալստանյանը այդ իր զգեստով եւ խաչով, խախտելով բոլոր հիմքերը նրա, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են իրարից, մտավ քաղաքականություն, փորձեց Հայաստանում կազմակերպել հեղաշրջում եւ հեղափոխություն, փորձեց Հայաստանը, ասեց վարչապետ է դառնալու եւ կրոնական չպետություն դարձնել, տապալվեց մի պատճառով։ Սա Նիկոլ Փաշինյանի արածի հետևանք չէ։ Հայազգը շատ բարձր աստիճան եւ մակարդակ դրսեւորեց իրականում նրա, որ մենք ինչպես ազգ աճել ենք, մենք գիտենք շատ լավ մեր գլխին ով ինչ է պատրաստում, մեր թշնամին ով է, ինչ է ուզում մեր թշնամին, եւ ես չեմ հոգնի շարունակելով ասել, որ ՖՍԲ-շնիկները Մոսկվայում շփոթվել են, սխալվել են, որովհետև չեն ճանաչում հայազգին, եւ իրանք կարծենալով, որ այս արմյանները քրիստոնյա են եւ կծախվեն, կգնան այդ ճանապարհով, որը իրանք մեր համար պատրաստել էին, եկեղեցում գտնվող ուրեմն չեկիստների միջոցով, տապալվեց։ Վերջերս իրանք հասկացան, որ քաղաքացի Վազգեն Գալստանյանը չի կարող իրականացնել իրանց ցանկությունները եւ անցան գլխավոր իրանց օրակարգի գործի դրեցին քաղաքացի կտրիչ Ներսիսյանին, սա պետք է լիներ վերջնական հարվածը, նույնիսկ Էդգար Ղազարյանը գրել էր, որ վարչապետ պետք է դառնա կտրիչ Ներսիսյանը, ճիշտ է ինքը չէր գրել, կտրիչ Ներսիսյան գրել էր կաթողիկոս Գարեգին II, բայց մենք իրան կաթողիկոս չենք համարում, ինքը լեգիտիմ չէ, ինքը քաղաքացի կտրիչ Ներսիսյան է։ Մենք սրանով պաշտպանում ենք մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին մեր ազգային կառույցն է։ Սա կապ չունի մարդիկ ինչ կրոնի են, հայերը ինչ պատկերացումներ ունեն աշխարհի մասին, հայեր եղել են միջև քրիստոնեություն, հայեր կան քրիստոնեության տարբեր ուղղությունների, ինչպես հայ առաքելական եկեղեցու, այդպես էլ հայ կաթոլիկ եկեղեցու, եւ ընդհանրապես տարբեր պատկերացումների հայեր կան աշխարհում։ Բայց ամեն դեպքում բոլոր այս կառույցները, այդ թվում հայ առաքելական եկեղեցին իր պատմական դերը հաշվի առնելով կարևորագույն
նշանակություն ունի մեր ազգի համար, ինչպես նաև հայ կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաև ուրիշ բոլոր ուղղությունները, այդ թվում միջև քրիստոնեությունը, այնինչ մենք ունեցել ենք ազգովի եւ ունենք։ Ես չեմ համարում, որ մենք դա ունեցել ենք։ Դա մեր կարևորագույն ժառանգություն է, բայց չի կարելի թերագնահատել իհարկե հայ առաքելական եկեղեցու պատմական կարևորագույն դերը հայ ազգի պատմությունում։ Եվ հաշվի առնելով սա, մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին։ Պաշտպանել մեր եկեղեցին նշանակում է ազատել, մաքրել եկեղեցին ռուսական գործակալներից, մաքրել եկեղեցին կտրիչ Ներսիսյանի համակարգից։ Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ քայլեր արեց եւ ես ամբողջությամբ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությանը, սա պետական շահերի սպասարկում է, սա անհրաժեշտություն է, Հայաստանի Հանրապետությունը պետություն է։ Մենք ուղերձով նաև դիմենք Կիրիենկոին եւ ասենք, որ այսուհետև գիտենաք, արմյան չենք, հայ ենք եւ սա ձեր համար Արմենիա չի, այլ Հայաստան է եւ գուբերնիա չի ձեր, ոչ էլ ձեր ֆորպոստն է, ինքնիշխան սուվերեն պետություն է եւ այստեղ դուք միայն եթե մի բան ուզում եք անել, պայմանավորվելու եք Հայաստանի ժողովրդի, հայ ազգի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունների հետ։ Չի լինելու ինչպես եղել է նախկինում, ոչ ձեր օլիգարխները, ոչ ձեր եկեղեցում չեկիստները, ոչ ձեր քաղաքական այդպես կոչված առաջնորդները, ոչ էլ ձեր պրոպագանդիստները որևէ ձև էլ չեն կարողանելու ազդել իրականության վրա։ Ես կարծում եմ, որ իրականում այս հակահարվածի սկիզբը շատ լավ է գնում։ Այն, որ ռուսները հասկացան, որ ինչ որ բան այնպես չի գնում եւ սկսեցին միանգամից Գարեգինին, ավելի ճիշտ Կտրիչ Ներսիսյանին օգնել եւ ուղարկեցին Սամվել Կարապետյանին, որը մի փոքրիկ խումբ կոչեց Հայաստանի լեգիտիմ իշխանություններին։ Դե ուրեմն 2 ամիս կմտածի իր խոսքերի մասին։ Եվ ամենալավ դեպքում ես կարծում եմ ինքը կարող է ազատվել եւ լքի Հայաստանը եւ հետ չգա։ Ամենալավ դեպքում։ Եթե պատրաստվում է շարունակել Իվանիշվիլի 2 Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դարձնելու սցենարը, իբրև եկեղեցին է պաշտպանում, եւս մեկ անգամ կրկնեմ, Գարեգինի կողքը կայնելը, Կտրիչ Ներսիսյանի կողքը լինելը եկեղեցու դեմ է քայլը, այլ ոչ թե եկեղեցի պաշտպանելը։ Ուրեմն, ով եկեղեցու դեմ քայլ է անելու, պատժվելու է, որովհետեւ եկեղեցու դեմ քայլ է Կտրիչ Ներսիսյանին աջակցել։ Կարծում եմ պարզ է եւ այս թեման փակ է, եւ նույն մոտեցումը ունենք բոլորս։ Վերջ, սա եկեղեցու դեմ չէ։ Իրանք սկսում են պոպուլիզմով զբաղվել հիմա։ Ասում են եկեղեցու դեմ են պայքարում։ Հետո կարող է ասեն Աստծու դեմ են պայքարում։ Ուրեմն Կտրիչ Ներսիսյանին մի պղծված քաղաքացուն համեմատում են եւ հավասարեցնում են մեր եկեղեցու հետ 1700 տարի պատմություն ունեցող մեր ազգի կարևորագույն հիմնաստյուններից մեկի հետ եւ հավասարեցնում են նույնիսկ Աստծու հետ։ Ես չեմ պատկերացնում սա մեկնաբանել, որովհետեւ բոլորի համար պարզ է, ով մտածել ունակ է, հասկանում է, որ անհնար է այս մտածելակերպին որևէ ձև ուրեմն աջակցել կամ հասկանալ այս մտածելակերպը։ Չի լինելու։ Հայ ժողովուրդը այդքան խելացի է, որ շատ լավ հասկանում է, որ Կտրիչ Ներսիսյանն է խնդիրը, լուծվելու է Կտրիչ Ներսիսյանի հարցը, մաքրվելու է հայ առաքելական եկեղեցին, բոլորից ով օտարի շահերն է անցկացնում, հայ առաքելական եկեղեցին պետք է անցկացնի Հայաստանի Հանրապետության շահերը, ինչպես համակարգ, դա պարզ է եւ դա այդպես պետք է լինի, այնպես էլ Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի եւ հերիք չէ այդ քիչ ռեսուրսներում մի հատ էլ Հայաստանի դեմ գործի հայ առաքելական եկեղեցին։ Բացի դրանից բոլոր այն օլիգարխները ռուսական, ով կփորձի ներխուժել հայկական ազգանուններով կլինեն թե ինչպիսի կլինեն, տարբերություն չկա։
ով կփորձի ներս խուժել, ես համոզված եմ, որ այնպիսի մոտեցում կլինի, ինչպիսի ունեցավ 3 պետությունը Սամվել Կարապետյանի դեմ։ Ես պետք է նշեմ, իհարկե, հարգելի քաղաքացիներ, սա ամենաբարձր մակարդակը չի ժողովրդավարության։ Իհարկե, այսպես չպետք է լինի կայացած, զարգացած ժողովրդավարությունում։ Բայց Հայաստանը այսօր լրիվ կայացած եւ զարգացած ժողովրդավարությանը դեռ չի հասել։ Հայաստանն այսօր պայքարում է նրա համար, որ գոյություն ունենա ինչպես պետություն։ Եվ եթե դու հանդուրժող լինես այս չպետություն կառուցելու եւ օտարին պետությունը նորից կրկնում եմ, նորից հանձնելու, որտեղ հանձնել էին եւ օտարին էր պատկանում Հայաստանը, հանձնելու իրավիճակին, ապա դու պարտվելու ես։ Ուստի խիստ է պետք գործել, այո։ Եվ եթե ազգային անվտանգության ծառայությունը չի կատարում իր վրա ստանձնած պարտականությունները, ապա Հայաստանի վարչապետը իզորու է եւ դա էլ արել է 3, ազատել է Աբազյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ենթադրում եմ, որ 100%-ով էլ չի համապատասխանում ինքը այն անհրաժեշտություններին, ակնկալիքներին, որը կա ազգային անվտանգության ծառայությունից Հայաստանի իշխանություններում, սա կարծեմ շատ պարզ է։ Ուստի ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա գտնել այնպիսի անձնավորություն, որը կկարողանա ԱԱԾ-ում սկսի կարևորագույն բարեփոխումներ, որովհետև ամենամեծ խնդիրը ԱԱԾ-ում է։ Ամենամեծ խնդիրը, ես այդքան խնդիր նշեցի, ամենամեծ խնդիրը իրականում ԱԱԾ-ում է, եկեղեցում, օլիգարխներում, նախկին իշխանությունում, ԶԼՄ-ներում եւ այլն ավելի փոքր մակարդակի խնդիրներ են։ Հիմա մենք տեսնում ենք, որ իրանք ակտիվացել են։ Ասում են, որ սա ինչ որ թուրքական ադրբեջանական նարատիվ է։ Փորձում են հայազգին խաբել հենց այդ հակաթուրքական թեզերով։ Չենք խափնվելու եւ շատ պարզ պետք է հասկանանք։ Այս ստեղծված իրավիճակում եթե Հայաստանի փոխարեն Ռուսաստանն է վարում բանակցություններ Թուրքիա եւ Ադրբեջանի հետ, սարսափելի արդյունքներ են ունենալու, հետևանքներ։ Հայաստանի Հանրապետությունը սուբյեկտ է, այդ սուբյեկտը հիմա հզորացել է, հզոր է ինչպես երբևէ, եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը տարածաշրջանում, հատկապես Իրանում ստեղծված իրավիճակը, ըստ որի մատակարարումների խնդիր կա, փախստականների խնդիր կարա առաջանա, ճանապարհների լոգիստիկ խնդիրներ է, Ադրբեջան-Թուրքիա կապի խնդիրներ կա, ադրբեջանցիք այնտեղ հարավային Ադրբեջանի ծրագիրն են փորձում զարգացնել, եւ մենք այս ամենին ուշադիր հետևում ենք, հաշվի առնելով այս ամենը, ես համարում եմ, որ շատ կարեւոր է վաղվա այցը, հունիսի 20-ի այցը Հայաստանի վարչապետի Անկարա, Թուրքիա եւ հանդիպումը Ռեջեփ Տայիպ Էրդողանի Թուրքիայի նախագահի հետ։ Համարում եմ, որ կարևորագույնն է Թուրքիայի հետ կայունացնել հարաբերությունները, նվազեցնելով սպառնալիքները, Հայաստանը դրսևորելով հավասար սուբյեկտ այդ հարաբերություններում, որը որևէ ձև էլ չի կարող լինի Ռուսաստանի ազդեցության տակ, ոչ էլ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի, Հայաստանը ինքն է իր սուբյեկտությունը վարում, բայց իր սուբյեկտությունը գալիս է իր հնարավորություններից, ռազմական, տեխնոլոգիական, տնտեսական, եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունները շարունակական զարգանում են։ Հայաստանը, մենք բոլորս արեցինք կարևորագույն հաշվարկ, եւ մենք հայտնվեցինք ճիշտ։ Միջև այս գործակալները խոսում էին նրա մասին, որ Իրանի իսլամական այաթոլլայի ռեժիմի հետ պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դեմ լինել իրանց հետ, Ադրբեջանի եւ Թուրքիային հակակշիռ ստեղծել Հայաստան-Իրան դաշինքը, մենք ասում էինք, առաջինը դա սխալ է, Իրանը արևմուտքի թշնամին է, չի կարելի այդպես ճանապարհով գնալ, Հայաստանն էլ կդառնա արևմուտքի թշնամի, բացի դրանից Իրանը չունի այդ հնարավորությունները, այդ ուժերը եւ հակառակը գտնվում է ավելի թույլ իրավիճակում, քան թե Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ով հայտնվեց ճիշտ 100%-ով, եւս մեկ անգամ մենք հայտնվեցինք ճիշտ։ Շատ լավ։
արձանագրեցինք անցանք առաջ։ Արևմուտքը ցույց տվեց, որ Իրանի ուղությամբ ամբողջությամբ հաղթում է եւ հարցը լուծում է։ Այո։ Եվ մենք արևմուտքի հետ ենք։ Իրանի դեմ չենք, բայց արևմուտքի հետ ենք։ Եվ արևմուտքը միջև Իրանի վրա հարձակումը հայտարարեց $500 միլիոն Nvidia-ի ուրեմն ներդրումը Հայաստան։ Սա հարգելի հայրենակիցներ, նավթ հայտաբերելու նման մի բան է, որովհետև $500 միլիարդ այդ ներդրումը միլիարդավոր դոլար կարա ստեղծել։ Արհեստական բանականությունը, բարձր տեխնոլոգիաները իրանք հարստություն ստեղծող տեխնոլոգիաներ են։ Եվ եթե Ադրբեջանը նավթ ունի, մենք արդեն չիպեր ունենք եւ կունենանք։ Մենք ճիշտ ուղղությունով ենք շարժվում։ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական պետություն, Սինգապուրի եւ Իսրայելի նման, եւ դրա շնորհիվ ունենա շատ լուրջ ռազմական հնարավորություններ, բայց դրան պետք է հասնել։ Եվ դրան որ հասնենք, առաջերտին հայկական պետականությունը պետք է կայունացվի։ Հիմա ինչ է պետք անել դրա համար, պարոն վարչապետ, ավարտեք այս խնդիրը, խոսքից անցեք գործի։ Ես ուրախ եմ, որ դուք կոնկրետ գործով զբաղվեցիք եւ հայտարարությունից հետո Սամվել Կարապետյանի միանգամից եղավ որոշում քայլեր, կարևոր է։ Ողջունում եմ։ Միևնույն ժամանակ ես ակնկալում եմ եւ մենք բոլորս ակնկալում ենք, որ կլինեն քայլեր Կտրիչ Ներսիսյանի ուղղությամբ։ Մենք նաեւ տեսնում ենք, որ դաշնակցությունը շատ ակտիվ է եւ ես կոչ եմ ձեզ անում, պարոն վարչապետ, որ ձեռնարկեք բոլոր միջոցները ձեր սեփական եւ ձեր քաղաքական թիմի Հայաստանի կառավարության եւ իշխանության անվտանգության ապահովելու համար։ Սա կարևորագույն հարց է։ Մենք գործ ունենք հակապետական էլեմենտների հետ, ով կարող է հարցակում նորից կազմակերպել Հայաստանի պետական ինստիտուտների եւ պետական պաշտոնյաների դեմ։ Կանխեք, պատժեք, թույլ չտաք։ Դաշնակցությունը նաեւ պետք է սպասարկի հայ ազգի շահերը, այդ ռեսուրսը, որը դաշնակցությունը ունի, այսօր հայ ազգի եւ Հայաստանի դեմ է ուղղված ամբողջ աշխարհում։ Ուստի մենք հիմա ազատագրում ենք Հայաստանը ազատագրելու զուգահեռ, մենք ազատագրում ենք հայ եկեղեցին, հայկական եկեղեցին եւ ուսով եմ ազատագրելու ենք դաշնակցությունը։ Բյուրոից է պետք սկսել իհարկե, ինչպես Կտրիչ Ներսիսյանից գլխից է սկսվում, ոչ թե ներքևից, ուստի այդ երկու հարցը։ Բացի դրանից, ես լիովին աջակցում եմ, չնայած նրա, որ սա ամբողջությամբ ժողովրդավար մոտեցում չէ։ Այս փուլում Հայաստանին պետք է ուժեղ ձեռքով ժողովրդավարություն եւ ես կողմնակից եմ դրա այս փուլում։ Աջակցում եմ հայկական էլեկտրոնական ցանցերի հեծի պետականացումը, նացիոնալիզացիան։ Սա կարևորագույն որոշում է, հուսով եմ, պարոն վարչապետ, մոտակա օրերի ընթացքում այս հարցը կավարտվի, դուք ասացիք, որ շատ արագ կլուծվի, ես ուրախ եմ, որ դուք ճիշտ բառապաշար եք օգտագործում եւ հուսով եմ հենց արագ կլուծվի։ Հեծի հարցը պետք է լուծվի, Հայաստանին պետք է պատկանի եւ այո, սա մի փոքր ավելի շատ է, քան ժողովրդավարությունը, բայց սա անհրաժեշտություն է։ Եթե գնանք ամբողջությամբ ժողովրդավարության ճանապարհով այս փուլում պատմության, պարտվելու ենք։ Ուստի այնինչ անում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում հիմա։ Եվ իհարկե այս պրոպագանդիստները հիմա դուրս են եկել, ասում են Թուրքիային է վաճառելու, այդ պատճառով է Ռուսաստանից խլում։ Հանգստացեք։ Հանգստացեք։ Որևէ մեկը, ես համոզված եմ դրանում, առաջին ես կքննադատեմ, եթե այդպիսի բան լինի, բայց ես համոզված եմ, որ այդպիսի բան չկա, չի լինելու, դա կեղծիք է, ռուսական հիբրիդային պրոպագանդա է, որևէ մեկը չի պատրաստվում դա վաճառել Թուրքիային։ Ռուսաստանից ազատվելը չի նշանակում Թուրքիայի գուբերնիա դառնալը կամ մաս կամ ազդեցության գոտի։ Ուստի Հայաստանը ճիշտ է անում, որ ազատվում է Ռուսաստանից։ Եվ դուք ինչու եք այդպես անհանգստացած, որ
Ինչու եք անհանգստացած, որ Հայաստանը ինքնիշխան է դառնում։ Բա դուք նացիոնալիստական ինչ որ դրսևորումներ ունեք, հայազգի, հայերի, հայության մասին եք խոսում, բարձր պատկերացումներ ունեք, որ հայկական ինքնության մասին եւ այլն, միշտ խոսում եք դրա մասին, ազգ, պետություն եւ այլն, հայրենիք։ Բախի ուրախ չեք, որ հայրենիքին է վերադառնում, այլ ոչ թե ինչ որ մեկ ռուս օլիգարխին, որը չգիտես ում ցանկություններն է անցկացնում։ Խի ուրախ չեք, որ Հայաստանի պետականությունը հզորանում է, Հայաստանի սահմանները Հայաստանն է սկսում վերահսկել։ Հայաստանը սուբյեկտ է միջազգային առումով։ Շատ լավ է, որ դուք ինքնալյուստրացիայով եք զբաղված։ Ընտիր է, որովհետև հակառակը կոչ եմ անում ձեզ բոլորդ հավաքվեք միտեղ։ Ես տեսնում եմ Վահագն Չախալյանն է ակտիվացել, գնացել է այդտեղ մասնակցումը։ Շատ լավ, շատ լավ։ Բոլորդ լյուստրացիա արեք ձեզ։ Ուրեմն բոլորդ մեկ եք։ Եվ բոլորդ ունեք մեկ կառավարման կետ, այս դեպքում գիտենք, որ Կիրիենկոն է։ Ուստի ես ուղղակի ավարտելով կարող եմ ասեմ, որ ամեն ինչ գնում է շատ լավ։ Հարգելի հայրենակիցներ, մեր վերլուծությունները ճիշտ են, մեր հորդորները ճիշտ են, Հայաստանի իշխանությունները մեր հետ միասին են գործում, մենք իրանց հետ միասին են գործում, այն հարցում, որը վերաբերվում է պետական շահերի եւ այն հարցում, որը գործում է, որ վերաբերվում է հայ ազգի շահերին։ Ես ուրախ եմ դրանով, որովհետեւ այդպեսին պետք է լինի Հայաստանի իշխանությունները։ Եվ հիմա ճիշտ ուղղությունով է քայլերը։ Ուստի հերու է խոսել հիմա մինչև 26 թիվը, շատ բան է դեռ փոխվելու մինչև 26 թիվը, հանգստանան թող այս մարդիկ եւ տեսնեն իրենց հետ ինչ է կատարվում։ Ասեմ ձեզ, որ Հայաստանում հեղաշրջում չի լինելու։ Թույլ չի տրվի։ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն, բայց չի լինի հեղաշրջում։ Ռուսական ուժերի կողմից հեղաշրջում Հայաստանում չի լինի եւ իշխանությունները լիազորված են անել ամեն ինչ դրա համար։ Հենց տեսնեն իշխանությունները, որ որևէ մեկից կա իրական սպառնալիք, ինչպես Սամվել Կարապետյանի դեպքում, ապա կոպիտ քայլերի են անցնելու եւ ես ողջունում եմ դա։ Այս փուլում կարևոր է լուծել Կտրիչ Ներսյանի հարցը, ինչպես մենք տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանը ուզում էր հարց լուծել, հակահարված, առաջի հարվածը դու պետք է հասցնես։ Սովորենք Իսրայելից։ Իսրայելը գիտեր, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենքի համար եւ հարվածի համար։ Առաջի հարվածը ինքը հասցրեց։ Մենք սկսում ենք սովորել։ Առաջի հարված հասցնել։ Եվ այո, դեռ ներսի թշնամուն է պետք է հարված հասցնել։ Մենք որևէ կողմ դեմ չենք Ռուսաստանի հետ հարաբերությունների։ Տեսեք, նաև պետք է ճշտեմ։ Հիմա ես տեսա նաև մեկնաբանություններ, որ այ Նիկոլ Փաշինյանը ասում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենք։ Այո, Հայաստանի ինքնիշխան սուվերեն կառավարությունը, երբ ամբողջությամբ մաքրի Հայաստանում օտար ռուսական գործակալներից ազդեցությունը, ինքը լավ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ եւ իշխանություն են Հայաստանի որոշելու ինչը մտնում է Հայաստանի շահերի մեջ, ինչը չի մտնում։ Ինչը մտնում է, այդտեղ կլինի լավ հարաբերություններ, ինչը չի մտնում, այդտեղ ուրիշ ձևի հարաբերություններ կլինի, բայց ոչ թե գործակալները եւ իրանց միջոցով Ռուսաստանը կանցկացնի իր շահերը։ Հայաստանը այսուհետ պաշտպանելու է իր սեփական շահերը։ Առաջի անգամ, չգիտեմ, երկար դարերի ընթացքում, կարող է ամբողջ մեր վերջին շրջանում պատմության ընթացքում, առաջի անգամ Հայաստանը իր սեփական շահերն է անցկացնելու վերջ։ Համարեք, որ մենք այստեղից ձևավորում ենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ միջև այս սա եղել է ռուսական գուբերնիա։ Եվ հիմա էլ իրանք փորձում են ամեն ինչ անել, պահեն իրանց ազդեցությունը։ Չի լինելու Կիրիենկոին բարևներ եւ ասենք Կիրիենկոին, որ մենք գիտենք դուք ինչ եք պատրաստ է եւ մենք հասկացել ենք ձեր պլանավորված գործընթացը
Եվ առաջի հարվածը մենք հասցրեցինք։ Եվ չի լինելու, չի ստացվելու։ Մոռացեք Հայաստանում նորից ձեր իշխանությունը վերականգնելու մասին։ Սա ձեր համար արմյաններ չեն։ Մենք հայ ենք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք ստեսություն։